Շնորհակալություն, եկեք հասարակության այսպես սոցիալական կարգավիճակից ելնելով տրամադրությունները բաժանենք 3 խմբի։ 60 աշխատող հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, մոտավորապես 800,000 շրջանակներում, բիզնեսմեններ եւ գործազուրկներ։ Սկսենք երևի գործազուրկներից, ամենախոցելի խմբից, որտեղ աղքատությունը հենց այստեղից է ծնվում, ինչ են ցանկանում այս մարդիկ։ Եկեք դրանց դիտարկենք Մասլոուի բուրգի պրիզմայով։ Այսինքն մինչև մարդը ուշ չլինի, մինչև մարդու զավակը ուշ չլինի, որևէ այդ բանի մասին երբևէ չի մտածելու։ Չէ՞ որ Մասլոուի բուրգում այդ առաջնային աստիճանում սննդային ապահովությունը սա բնական մարդկային պահանջ է։ Այնուհետև կգա անվտանգություն, առողջապահություն, կրթվել, ինտեգրացիա եւ այլն շատ չկորոնալ դրա մեջ։ Այսինքն նվազագույն բնական ցանկությունը մարդու Հայաստանի Հանրապետությունում կարգավորված չէ։ Հայաստանի Հանրապետությունում աղքատությունը ըստ աղքատության վերին գծի 42%-ից բարձր է։ Աղքատության վերին գիծը 65,000 դրամ է։ Նվազագույն սպառողական զանգը 80,000 դրամի շրջանակներում է։ Այսինքն Հայաստանի Հանրապետության պետական հաշվառող մարմինը վիճակագրական ծառայությունը աղքատ է համարում մի մարդու, որի աղքատության հասնելու համար դեռևս անհրաժեշտ է 17,000 դրամ գումար։ Սա նորմալություն է ուղղակի։ Այսինքն, եթե մենք աղքատության իրական ցուցանիշները աշխարհենք, որի ռեսուրսը եթե պետական մարմին չես, եթե օժտված չես վարչական որոշակի լիազորություններով, տեղեկատվության ստանալու թեկուզ որոշակի լիազորություններ չունես, ամենանվազագույն հաշվարկներով Հայաստանի 60%-ից ավելի աղքատ է։ Այս խավը բնականաբար ունենալու է հիասթափություն, ունենալու է այսպես սրունդ հայթայթելու կամ նվազագույնը վաղը սոված չլինելու այսպես կայունություն ունենալու ձգտում, մշտական ձգտում։ Այստեղից բնականաբար առաջանալու արտագաղթի տեմպեր, այստեղից շատ այլ բացասական ու վնասակար երևույթներ են ծնվել ու առաջանալու։ Չգիտեմ, նման պարագայում իհարկե այդ կրիտերիաներ հաշվի առնելով 25,000 դրամ սոցիալական նպաստող թախատություն են տրամադրել։ Ինչի է խոսքը։ 42,000 դրամ կենսաթոշակ են տրամադրել։ Այսինքն սա մեր ամենասոցիալապես խոցելի խավն է, որի տրամադրությունը մենք չենք կարող դրական համարել։ Այնուհետև գալիս են ավելի բարձր խավին, բիզնես խավը։ Ինչ է ցանկանում բիզնես խավը։ Նա ապահովված է եւ սրնդով, եւ նույնիսկ իր զավակների կյանքի մեկնարկային պայմաններն է բարելավել, այսինքն ապագան է փորձել կառուցել իր հոգու հանգստության համար, սա բնական մարդկային այսպես ցանկություն է, նամանավանդ հայերի մոտ շատ ավելի վառարտահայտված։ Բայց երկու տղա ունեմ, երկու տուն հետ չգցեմ, բամի ապել ամեն դեպքում 60 տալու համար հետ չգցեմ, մենք ունենք այսպիսի խնդիր, այսինքն շատ դեպքերում խնդիրները նաև պետք է հոգեբանական, ինքնության, գենետիկ առումով մենք դիտարկենք։ Ինչ են արել այս մարդիկ։ Եվ աշխատանքային բերումով դա կլինի արդեն գործարարության տեսանկյունից հասարակական, քաղաքական, Հայաստանի միջին եւ խոշոր գործարարների կեսից ավելի հետ շփվելը շտապես։ Այս մարդիկ առաջին բանը, որ կատարելով 2020 թվականի պատերազմից հետո բնական են ձեռք բերել արտասահմանում առաջնային գործողությունը, երկրորդական սկսել բիզնեսի տեղափոխման կայուն հիմքեր ստեղծել։ Միջինից թեթև բացի մասին է խոսքը դեռևս։ Այսինքն դուք պատկերացրեք խոշորների ու են հասել։ Մենք ապրում ենք մի միջավայրում, որտեղ բարիք ստեղծողը, տեսեք, գործարարը առանցքն է, որի շուրջ պետությունը կառուցվում է։ Գործարարը գլխավոր բարիք ստեղծողն է, հիմնական աշխատատեղեր ստեղծողը, հիմնական հարկատունը։ Այսինքն այն նովակ է, որից բոլորը սովորում են։ Աշխատավարձ են ստանում, պետությունը հարկ է ստանում, որպեսզի կարողանա պետական ծառայությունները ապահովի, ու այս մարդը այլևս ապագա չի կապում Հայաստանի Հանրապետության հետ։ Ես իշխանություններին առողջապահության կոչ եմ անում, բացի բոլորից հայտնի մի քանի իշխանական այսպես բիզնեսմենները, թող ինձ 5 բիզնեսմենի անուն տան, որոնք որ ապագայի կանխատեսելիություն, կայունություն են Հայաստանի Հանրապետությունում, կանխատեսում եւ Հայաստանի Հանրապետություն շարունակում են ներդրումները, ես ներողություն խնդրեմ հանրային գործունեությամբ ընդհանրապես չզբաղվել։
ամփոփելով բարիք ստեղծող բիզնես հատվածը, այսինքն բիզնեսմենները Հայաստանի Հանրապետությունում ապագան չեն կառուցում եւ դրսում են կառուցում, այսինքն կապիտալի փախուստը տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունից։ Վարձու աշխատակազմի վերաբերյալ, որտեղ ըստ էության պետք է ձևավորվել միջին խավը, բայց այդպես չի ձևավորվում միջին խավ։ Եվ այդ վարձու աշխատողներին եւ միջին խավը մի քիչ համադրել, փորձել փոքր եւ միջին ձեռնարկատեր ունել, հա, իրենց հետ միացնել։ Հայաստանում ստեղծել է մի իրավիճակ, որ դու պետք է կամ որևէ տեղի վարձու աշխատող համարվես կամ ինքնուրույն տնտեսական գործությամբ չզբաղվես, որպեսզի դու լինես կառավարել։ Դրա համար բարձրացնում են փոքր եւ միջին ձեռնարկությունների հարկերը, խստացնում են վարչարությունը, աննորմալ ձևով խստացնում ուղղակի։ Եվ բերում հասնում են այնպիսի իրավիճակի, որ Հայաստանում այլևս անհատ որևէ օբյեկտ չի կարողանում աշխատել կամ դեռևս աշխատում է աշխատող օբյեկտը, ապագա մի քանի ամսում այլևս չի կարողանալու աշխատել։ Ասում ենք ամբողջությամբ ցանցային կառավարում։ Օրինակ, որևէ տարածաշրջանում առանձին խանութը չի կարող աշխատել։ Առանձին տեղատունը չի կարող աշխատել։ Առանձին ատամնաբուժարանը չի կարող աշխատել։ Օրենսդրական իրավական առումով բացառապես ստեղծել են այնպիսի իրավիճակ, որ միայն ցանցային խոշոր ընկերությունները կարող են աշխատել։ Այսինքն տնտեսաիրավական դաշտը այնպիսի մշակման ենթարկեցին նամանավանդ վերջին տարիներին, եթե դու խոշոր ես կմնաս, եթե դու մանր եւ միջին ես, պետք է փակվես։ Սա ինչ է նշանակում, գործընկերի իրավական առումով բռնության մասին էր խոսում, ես պետք է համակցեմ տնտեսական բռնությունը, որովհետեւ բռնություն, ավտորիտարիզմ չի կարող վերջնականապես հաստատվել, եթե գոյություն չունի տնտեսական բռնություն, որովհետեւ տնտեսական բռնությունը մարդու երազանքների, մարդու ազատ գործելու հնարավորությունների սահմանափակումների մասին, եթե դու սա սահմանափակեցին, արդեն վերջնական բռնապետական իրականությունը գոյություն ունի։ Վարձու աշխատողների պարագայում մի մասը ստանում է բավականին ցածր աշխատավարձ, որում ստվար հատվածն է ստանում ցածր աշխատավարձ, որ եթե մենք համեմատական ենք տանում գործազուրկի եւ աշխատողի միջեւ, գործազուրկը շատ ծախսեր չի կատարում, օրինակ հակուշ ձեռք չի բերում, որովհետև ինքը դուրս չի գալիս այսպես սպասարկման ոլորտ աշխատելու։ Կանանց եւ աղջիկների պարագայում խնամքի եւ հարդարանքի միջոցներ ձեռք չի բերում, տղամարդկանց պարագայում այդպիսի նմանատիպ պարագաներ ձեռք չեն բերում, այսինքն եկամտի բացակայությունը փոխհատուցվում է անհրաժեշտ ծախսերի չկատարումով։ Այսպես նրանց վաստակած պայմանականորեն 120,000 դրամ սպասարկման ոլորտում դա կլինի օրինակ վաճառող, մատուցող, նմանատիպ հարակից մասնագիտությունների աշխատավարձերը, 120,000-ի պարագայում եթե իրենց անհրաժեշտ ծախսեր, տրանսպորտային ծախսեր հանում ես, նորից գալիս է նույն արտադրության շոուից իջնում է ներքև։ Ղեկավար անձնակազմին, որ տեղի ունենում որոշակի բարձրացում աշխատավարձի, իշխանությունը հրապարակում է միջին աշխատավարձի բարձրացում, որը ընդհանրապես ներառական չի եւ վարձու աշխատողների անձնական կապի մեջ չի գտնվում։ Այս մարդիկ ինչ են պահանջում։ Այս մարդիկ ասում են, փաստորեն իմ կյանքի նպատակը դուրս է գալիս, նամանավանդ որոշակի տարիներ այդպես աշխատելով, որ ես աշխատում եմ սնվելու համար, ապրում եմ բացառապես ուտելու համար։ Այսինքն չկա երազանք, չկա գործունեություն, մարդը ապրում է բացառապես ուտելու համար։ Ու այս մարդիկ դեմոտիվացնում են, այլևս չեն ցանկանում աշխատել։ Նորից արտագաղթի մասին են մտածում եւ այստեղ շարունակ։ Հիմա տեսեք, մենք խոսեցինք 3 շերտի մասին, ըստ էության 4 չենք կարող հորինել, կարող են կացանցել այս 3-ից։ Գործազուրկներ, վարձու աշխատողներ ու բիզնեսմեններ։ 3 շերտում են տոտալ խնդիրներ են։ Եվ բնականաբար դրանք չեն կարող իրենց այսպես արձագանքը չարտացնել, իրենց հետևանքը, բացասական հետևանքը չթողնել հանրային եւ քաղաքական կյանքում։ Այստեղ կառավարությունը խոշորը դե բնականաբար վախեցած է մշտապես, ու դա միշտ է լինում, միշտ եղել է ու դեռ կլինի, ոչ միայն Հայաստանում իհարկե այդպես։ Մանր միջին վերացրեցին փաստացի, վերջին մնացորդները առաջիկա մի քանի ամսին կվերացնեն, վարձու աշխատողները կապվածության մեջ գտնվող մարդիկ են, այսքան։ Այսինքն Հայաստանի Հանրապետության համար արդեն համաձայն են քաղաքական մեկնաբանություն տվող մեր գործընկերներ, Հայաստանի Հանրապետությունը առաջիկայում կամ առաջիկայում չէ, ընդհանրապես կարճ կոնկրետ 5 ամիս ժամկետ ունի ապրելու եւ չապրելու ընտրություն կատարելու համար։
եւ որևէ գործիչ, որևէ ուժ, եթե սա համարում է դասական քաղաքական process, մենք եւ ես իր հետ ունենք ոչ թե քաղաքական խոսույթ, այլ իր հետ ունենք շատ այլ նկատակի խոսույթներ։ Արդեն ինձ համար էական չի որ դաշտի խաղացող։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, ուզում անդրադառնանք մի հարցի, որովհետև մենք խոսեցինք ախտության մասին, ինչի իհարկե վերաբերնալով աղավնանում է, բայց մենք այս պահի երկու ղեկավար, որն ասում է, որ ախտությունը մարդկանց կրթություններում է, հետևաբար, եթե նաև իրենք ժամանակին լավ կրթվեին, այս իրավիճակը մեզ մոտ չէր լինի։ Հիմա այս պարագայում այ հանրությունը, որի զգալի մասը աղքատի կարգավիճակում է, այ ինչպես պետք է արձագանքի, որովհետև վերջին հաշվով իր աղքատությունը ամենևին էլ պայմանավորված չէ այդ մարդու նշած գործոններով, որտեղ այստեղ պետության առաքելությունը շատ ավելի մեծ է եւ շատ ավելի լուրջ է։ Այնա հանրային տրամադրությունները այս մարդկանց պայքարել այդ ամեն ինչի դեմ, թե պարզապես թողնել հեռանալ։ Տեսեք, երկու արձագանք կան, մեկը ձեր հարցից ելնելով հանրությունը ինչպես պիտի արձագանքի Հայաստանի Հանրապետության փաստացի ղեկավարին, կարծում եմ պետք է ասի, որ աղքատությունը քո գլխում է եղել է ու կլինի միշտ, ու սնանկությունն է քո գլխում։ Ինչպես կարձագանքեմ ես։ Այս մարդը կյանքում պատասխանատվություն չի ստանձնել ոչ իր անձի հանդեպ, ոչ իր ընտանիքի հանդեպ, ոչ իր բարեկամների, համայնքի հանդեպ։ Ինչպես եք պատկերացնում պետական պաշտոնյա դառնալով բացաշրջան, որում առաջին այսպես պաշտոնյա լինելով Հայաստանի Հանրապետության եւ նրա ժողովրդի համար պատասխանատվություն ստանձնելու։ Իհարկե ոչ։ Իհարկե փորձել է պատասխանատվություն անընդհատ խուսափել։ Ինչպիսին կլինի, եթե այդպիսի որակական հատկանիշներով մարդը չլիներ Հայաստանի Հանրապետության ղեկին։ Իր վերաբերմունքը պետք է Հայաստանի Հանրապետության ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության նկատմամբ լիներ հոգատար որ վերաբերմունք։ Ինչ կաներ հոգատար հայերը։ Գնահատում է չէ իր զավակների կարողությունները։ Եվ երբեք հայերը դուրս չի գա եւ ասի, դες մի զավակս լավ չի սովորում, հենց ինքը պետք է հաղթակել լինի։ Ոչ, գտնում այն կարևոր հմտությունը եւ այդ զավակին այնքան խթան է տրամադրում, որպեսզի նա հաջողություն հասնի օրինակ ընդհանրացած գործության մեջ, խաբարության մեջ եւ կարողանա այն արժանապատիվ ապրել։ Նման բարակայում էլեմենտար գծման եղանակ մեկ ամսում Հայաստանի Հանրապետության բոլոր այդպիսի սոցիալ-տնտեսական խնդիրները կարելի լուծել։ Ձևավորվում է հանձնաժողով, լուծումը այդ թվում իրենց են բացնամակով տրամադրել, միտումնավոր իմանալով, որ իրենք չեն կարողանալ դա հասնել, բայց հետագայում հանրության ներկայացնում համար որ լուծումը կա, բայց սրանք չեն իրագործում։ Ինչ գերատեսչական հանձնաժողով է կազմվում, կրթության նախարարության, էկոնոմիկայի նախարարության, տարածքային կառավարման նախարարության, ընդգրկելով համայնքները, մարզպետարանները, իրենց միջոցով, եւ Հայաստանի Հանրապետության բնակչության կարողությունների, հմտությունների մի քանի իրականացում։ Գիտեք ինչքան կար ժամանակ հարկավոր սա իրականացնելու համար։ Դրան համապատասխան շատ արագ կազմվում է տնտեսական ծրագիր, այսինքն արդյունաբերական ծառայությունների մատուցման ծրագիր, այս մարդկանց հարց աշխատող որպես ներգրավելու համար։ Այնուհետև բոլորը արդեն ապահովված են լինում ամեն ինչով։ Հայաստանի Հանրապետությունը երբ մեկ մարդ չի կարող լինել գործազուրկ, բացի այնտեղ մասնագիտական բառապաշարշատ չօգտագործեն, ժամանակավոր այսպես տեղից տեղափոխվող աշխատակազմը, որ դա միշտ լինում է, հոգնում է ինչ-որ աշխատանքից, երկու ամիս հանգստանում, այնուհետև տեղափոխվում է աշխատանքի։ Հետևաբար աղքատությունը ոչ թե մարդկանց կրթված չլինելու մեջ է իմիջայլոց, որ ասում են մի մարդ, որը կրթություն չի ստացել, աղքատությունը մարդկանց գլուխների մեջ չէ, աղքատությունը կառավարությունում է նստած։ Եվ վերջին հարցին ձեր, ինչ պետք է անեն մարդիկ թողնեն հեռանալ, թե չէ, սովորաբար ասում մարդիկ այստեղ անելու չունեն, դա կապված է մեզանից։ Ինչ անեն այս մարդիկ, յուրաքանչյուրը գիշերը քնում է եւ այդպես այդ process-ի ժամանակ ինքը իրեն զգում է միայնության մեջ, ասում է լավ ես ինչ կարող եմ անել, ոչ մի բան չեմ կարող փոխել։ Ու դա նորմալ է։ Այն մենք պետք է դիտակցենք բոլոր քաղաքական ուժերը, ովքեր որ ազգային են, ովքեր որ իրական ընդդիմադիր են եւ ոչ թե իրենց հրճակած ինվեստերից այնտեղից վարձատրվող ընդդիմադիրներ են աշխատում, այս մարդիկ պետք է հասկանան, որ իրենք չեն գալիս վարչապետի աթոռի համար մրցավազքի բոլոր նույնիսկ պետք է թույլ տան ասել աննորմալ ամբիցիաներից հետ կանեն։ Հետո գիտակցեն, որ Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական կառավարման երկիր է եւ Հայաստանի Հանրապետության հարաբերության հարաբերող զարգացման համար
գլխավոր խոչընդոտին դերասան համար ավերեշտը մեծամասնություն ձևավորել խորհրդարանում, իրենց բոլորը զգան որպես զինվոր առաջամարտիկներ, միասին կոնսոլիդացած այս գաղափարի շուրջ դրան ընդունություններ ապրել։ Վստահեցնում այդ հնարավոր է։ Եվ այդ ժամանակ մարդիկ կգան եւ կկանեն։ Շնորհակալություն։